Կարծում եմ, որ սա սուտ մատնություն է, ճիշտ կարծեմ մեկնաբանվել էր հենց այս տարբերակով, սեփական երկրի դեմ տալ նման վկայություն, որը իրական չի համապատասխանում դեպքերին, որպես այդպիսին եւ ճշմարտությանը, ինչպես պիտի հասադրեր Հայաստանը այս նույն պատերազմը։ Նրանք չոր օրինակներ են բերում, որոնց դեպքում իրենք էլ նախկինում նույն անման հայտարարություններով են հանդես եկել, նմանատիպ վարք են դրսևորել, բայց այնուամենայնիվ պատերազմը դրան չի հետևել։ Պիտի հասկանանք, որ սրանք ավելի շատ քաղաքական գնահատականներ են, քաղաքական հայտարարություններ են, ոչ թե իրականում վերլուծական ինչ-որ տարր ունեն իրենց մեջ պարունակող։ Երբ սա հասկանում ենք, արդեն պիտի հասկանալ, թե տվյալ կոնկրետ երևի թե լսարանը որն է այս հայտարարությունները եւ ինչ նպատակով է արվում։ Սա արդեն փոքրինչ աշխարհաքաղաքական ավելի լայն երևի թե շրջանակ ունի։ Տեսնենք, թե կոնկրետ այն շրջանակներ, որտեղ բոլորը չի որ այս հայտարարությունով հանդես են գալի, ցավոք սրտի վերջերս նույն հայտարարությանը միացավ նաեւ առաջին նախագահը, որից թերևս ամենաքիչն էր սպասելի նման հայտարարություն, պայմանավորված նրա քաղաքական անցյալով, նաև պայմանավորված այն քաղաքական գծով, որ տարել է քաղաքական ուժը, որը նա ներկայացնում է, այնուամենայնիվ եկեք տեսնենք, թե ովքեր են շահելուն այն հայտարարություններից։ Առաջին շահառուն թերևս Ադրբեջանն է, որը որ բոլոր միջազգային, այսպես կառույցներում կամ բոլոր այստեղ երկրներում փորձում է ապացուցել, որ ինքը չի սադրել պատերազմը,